Ուրեմն այսօրվա պատգամը վերնագրել եմ «Քո Տեր Աստծուն միայն պաշտես»։ Երբ կարդում եմ Հիսուսի անապատային փորձությունը, հանդիպեցի այս արտահայտությանը և մտածեցի. «Քո Տեր Աստծուն երկրպագես ու միայն նրան պաշտես»։ Հարց առաջացավ. արդյոք ես Աստծուն պաշտում եմ։ Արդյոք ես աստվածապաշտ եմ։ Իսկ ինչ է նշանակում պաշտել։ Գիտեք, չէ, ես որ հանդիպում եմ սենց տեղերի, ես ուզում եմ այդ խորքային այդ բառի իմաստը հասկանալ։ Որտեվ եթե դու չես իմանում այդ բառի իմաստը, մի ձևի սենց կիսատ է քո այդ հասկացողությունը այդ ուղղությամբ։ Ովքեր գիտեն ինչ է նշանակում պաշտել բառը, ինչ է նշանակում պաշտել։ Ամեն մեկս կարող ենք տարբեր չէ բաներ ասել այդ ուղղությամբ, եւ ես գնացի օգնության բառարանին։ Ասեցի տեսնեմ ինչ է գրված բառարանի մեջ։ Եվ հետաքրքիր բաներ հայտնաբերեցի բառարանում, որտեղ նկարագրվում է պաշտել բառը։ Պաշտել նշանակում է ծայրահեղորեն սիրել, անձնուրաց կերպով սիրել, Աստծուն ծառայել, նրան մատուցանել արժանի հարգանք, հին ձեռագրերում անգամ գրված է դավանել։ Պաշտել նշանակում է դավանել, որ նա քո տերն է, ամեն տեղ դավանել, որ նա քո տերն է։ Ռուսերենի մեջ հետաքրքիր բառ կա «обожать», չէ, «обожать», այնինքն ծայրահեղ սիրել, ծայրահեղ սենց ցանկանալ ունենալու։ Որպեսզի մենք կարողանանք հասկանանք ինչ է նշանակում քո Տեր Աստծուն միայն պաշտես ու նրան միայն երկրպագես, մենք պիտի կարողանանք միասին անդրադառնանք ամենասկիզբը։ Ուրեմն մինչև սկիզբը վերադառնալը ուզում եմ ողջունեմ նրանց, ովքեր առաջի անգամ են եկել։ Կան մարդիկ, որոնք առաջի անգամ են այստեղ։ Կան, Տերը օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, բարի եք արել, որ եկել եք Տիրոջ տուն։ Եվ նաև ողջունում եմ նրանց, ովքեր չկարողացան գալ եւ համացանցով մեզ են հետևում։ Տերը օրհնի ձեզ։ Խնդրեմ ձեր ուշադրությունը, որպեսզի մենք հասկանանք ինչի համար պիտի պաշտենք մեր Աստծուն եւ նրան երկրպագենք։ Երբ որ մարդը հասկացավ ինքը ինչի պիտի երկրպագի Աստծուն ու պաշտի, ինքը երկրպագի ու կպաշտի։ Սիրելի բարեկամներ, քրիստոնյա ժողովուրդ, մեզ տրված Աստծո յուրահատուկ նվերի մեջ, Աստվածաշնչի մեջ, որտեղ ես Աստվածաշունչը համարում եմ Աստծո յուրահատուկ նվերը մեզ, որովհետև Աստվածաշնչի մեջ է գրված մեր Աստծո մասին։ Ես որտեղից կարող եմ իմանալով իմ պաշտած Աստվածը, եթե Աստվածաշունչը չտրվեր ինձ։ Եվ Աստվածաշնչի մեջ գրված է, որ կա երկու թագավորություն։ Կա լույսի թագավորություն, որի թագավորն է մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը, եւ խավարի թագավորություն, որի իշխանն է Սատանան։ Եվ բոլոր մարդիկ այսօր ընտրության առջև են, որ թագավորությունում լինեն։ Այսօր դու որ լսում ես առաջի անգամ, դու այսօր ընտրության առաջ ես, եւ դու պիտի ընտրես որ թագավորությունում լինես, խավարի թագավորությունում, թե լույսի թագավորությունում։ Ասեմ, Աստված ուզում է, որ դու լույսի թագավորությունում լինես եւ ունենաս հավիտենական կյանք։ Աստված ուզում է։ Դու ուզում ես։ Եթե ուզում ես, ապա դու կարող ես քո ներսը կանչել ու ասել. լույսի թագավոր, ես ուզում եմ լինել քո թագավորության մեջ։ Ասեմ սիրելիներ, լույս ավելի ուժեղ է, քան ստե խավարը։ Եվ լույսի թագավորը արդեն հաղթել է։ Քեզնից մնում է մի բան, համաձայնվես, եւ լույսի թագավորը կտեղափոխի քեզ լույսի թագավորության մեջ։ Երկու շաբաթ առաջ ես մի թեմայի անդրադարձա ընծայի խոսքի բաժնում, որ այս երկրի եւ երկնքի Տերը Աստված է։ Եվ մենք նախահոր ու նախամորը դրեց իր սեփականության վրա լինելու կառավարիչներ, տնօրինելու Աստծո ունեցվածքը, նրանց ամեն բան տրվեց, որպեսզի երջանիկ եւ ուրախ լինեին։ Անկամ պարտեզ տնկեց Աստված, Եդեմի պարտեզը, եւ Ադամին դրեց այդ պարտեզի մեջ, որպեսզի իրան լավ զգա այդ պարտեզի մեջ։ Բայց սիրելիներ, մի կարևոր բան կա, որի ուշադրությունը ձեր ուզում եմ գրավել։
Այդ պարտեզը Աստված տնկեց եւ տվեց Ադամին, բայց այդ պարտեզում մի ծառ կար, որը Ադամին չէր պատկանում։ Այդ ծառը պատկանում էր միայն Աստծուն, սեփականատիրոջը։ Եվ դրա համար էլ Աստված արգելք դրեց, ասեց այդ տիրույթ չմտնես։ Այդ սենյակը, այդ ծառը, այդ հատվածը իմն է։ Ամեն բանից կարող ես օգտվել, բայց այդ տիրույթը քեզ չի պատկանում։ Ադամն էլ համաձայնվեց, ասեց այո, չեմ մտնի։ Հետո էլ երբ որ կինը ստեղծվեց, կնոջը պատմեց, ասեց մենք այդ տիրույթ պետք է չմտնենք, որովհետև դա Աստծո տիրույթն է։ Ինչ արեց Խավարի իշխանը։ Խավարի իշխանը, որ ժամանակին եղել է լույս արձակող հրեշտակ եւ որի անունն է եղել Արուսյակ, ցանկացավ իր աթոռը Աստծո աթոռին հավասար դնել, այսինքն Աստված լինել, բայց արարվածը չի կարող Աստված լինել։ Եվ նա իր ապստամբության պատճառով վայր ընկավ երկնքից Խավարի մեջ, եւ այստեղ նա ստեղծեց իր թագավորությունը, որին Աստվածաշունչը անվանում է աշխարհ։ Շատ կարևոր մի բան եմ ուզում ասել, սիրելիներ, որ սատանան չի այս աշխարհի տերը, այլ սատանան իր թագավորության մեջ, Խավարի թագավորության մեջ է իշխանուտեր։ Բայց այս աշխարհի տերը Աստված է, որը արարել է տեսանելի եւ անտեսանելի ամեն բան։ Եսայիա մարգարեության 14:12 Ինչպես վայր ընկար երկնքից, ով առավոտյան Արուսյակ։ Արշալույսի որդի, գետին տապալվեցիր դու, որ ստորացնում է իր ազգերին, ինքդ ասում է իր քո սրտում, երկինք ելնեմ, իմ գահը կդնեմ Աստծո աստղերից վեր, կնստեմ աստվածների ժողովի լեռան վրա, հյուսիսի ծայրերում, կբարձրանամ ամպերի գագաթին, կնմանվեմ ամենաբարձրյալին, բայց մեռելների աշխարհ են իջեցրել քեզ գբի խորխորատները։ Այս համարը Եսայիա մարգարեն նկարագրելով նկարագրում է, թե ինչ ցանկություն, ինչ փափագ ուներ այդ Արուսյակը եւ ինչպես նա վայր ընկավ երկնքից։ Տեսեք, իր խավար թագավորության մեջ, իր խավար թագավորությունը ստեղծելով, դու գիտեք, որ այդ աշխարհը խավար թագավորությունը ունի ստրուկտուրա, ունի կառուցվածք, ունի զինվորներ, ունեն հատուկ մշակված ծրագրեր, որոնք ուզում են իրականացնել մարդկանց պահելու խավարի մեջ եւ երբեք չարձակելու, որպեսզի մարդիկ գնան կորուստի։ Եվ ինչ տեղի ունեցավ, խավարը ներխուժեց նաեւ դրախտի պարտեզ։ Ուզում եմ մի տեղ էլ կարդալ Եփեսացիների 6:2-ում ասում է, որտեղ մեր պատերազմը մարմնի այրյան դեմ չէ, այլ իշխանությունների պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Ուրեմն այդ խավարը չար է, այդ թագավորությունը չար է եւ այդ չար թագավորության իշխանը սատանան։ Ինչ տեղի ունեցավ Եդեմական պարտեզում։ Սատանան, վիշապը կամ հին օձը գտավ կենդանիների մեջ մեկին, ով բոլոր դաշտի գազաններից իմաստուն էր, հետո Մովսեսը կնկարագրեր ու կասեր, որ նա խորամանկ էր այդ օձը, եւ ազդելով նրա վրա մոտեցավ Ադամի կնոջը։ Մեզ ավելի պարզ կօգտագործեմ մի բառ, որ բոլորս լսել ենք, այդ բառը ռուսերեն կոչվում է վերբովկա։ Նա օծին ազդեց օծի վրա եւ օծի միջոցով մոտեցավ մեր նախահորն ու նախամորը։ Ինչ է ասում։ Իսկապես Աստված ասեց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք։ Կինն ասաց օծին. պարտեզի ծառերի պտուղից ուտում ենք, բայց այն ծառի պտուղից, որ պարտեզի մեջտեղում է, Աստված ասեց մի կերեք դրանից եւ դրան մի դիպչեք, որ չմեռնեք։ Օծը կնոջն ասաց. բնավ չեք մեռնի, այլ Աստված գիտե, որ այն օրը երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն եւ աստվածների նման կլինեք, բարին եւ չարը իմացող։ Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ էր ուտելու համար եւ հաճելի էր աչքերին, որ ծառը ցանկալի էր նայելու համար, առավ նրա պտղից ու կերավ եւ տվեց նաեւ իր ամուսնուն եւ նա
կերավ։ Նրանք մտան մի տիրույթ, որը իրենց չէր պատկանում։ Ստության հայրը Սատանան իր կեղծ հարցադրումներով տրամադրում էր մարդուն իր արարչի նկատմամբ։ Կարծես ուզում էր ասել, որ Աստված ամբողջովին չէ, որ ձեզ սիրում է, նա ձեզանից ծածկել է լավագույնը։ Ուզում եմ ասել, որ Սատանան ստության հայրն է ու ինքը խաբում է, ու մինչև այսօր էլ մարդկանց խաբում է ու մոլորացնում է։ Նա ասում էր, որ ուտեք, կբացվի ձեր աչքերը։ Աստված ձեզի փակ աչք է ստեղծել, որ ուտեք, կբացվի ձեր աչքերը։ Եվ կհասկանաք, որ դուք եք այս երկրի տերը, ոչ թե Աստված։ Այդ Աստծո նման կլինեք, հեսա նշանակում։ Կբացվի ձեր աչքերը, կհասկանաք, որ դուք եք երկրի տերը, ու դուք ոչ մեկին հաշվետու չեք, ու ոչ մեկին երկրպագություն տալու չեք։ Այն ինչ որ իր մոտ չէր հաջողվել Արուսյակի, նա մոլորացնում էր Ադամին ու Եվային, մոլորացնում էր, որ նրանք անեն դա, որովհետև գիտեր, որ նրանց մոտ էլ չի հաջողվելու։ Բայց ինչ տեսանք, բացվելու փոխարեն փակվեց մարդու աչքերը։ Այնքան փակվեց մարդու աչքերը, որ իր մեղավորությունը չտեսավ եւ սկսեց մեղադրել Աստծուն եւ մեղադրեց նաեւ իր կողքի կնոջը, որին Աստված ստեղծել էր։ Դու գիտեք, որ Ադամը մեղադրեց Աստծուն։ Ասեց. այն կինը, որ դու ստեղծեցիր, ինքը ինձ տվեց։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ փակվեց Ադամի աչքերը։ Աստված լինելով Տերը ամենայնի, հանեց Ադամին եւ Եվային Եդեմից, որովհետեւ նա էր սեփականատերը։ Դրա համար էլ նա հանեց Եդեմից։ Եդեմից հանելուց հետո Քերովբե դրեց Եդեմի մուտքի մոտ, որպեսզի այլևս այնտեղ Ադամն ու Եվան չվերադառնան։ Աստծո արդարությունը պահանջում էր, որ չապաշխարած մեղավորը չի կարող լինել եւ ուտել կյանքի ծառից։ Դա Աստծո արդարադատությունն էր պահանջում, բայց Աստված սեր լինելով, սիրող լինելով, Աստված սիրելով իր ստեղծագործությունը ելքեր էր ման գալիս մարդուն փրկելու։ Գիտեք որտեղից գիտեմ։ Նրա հոգատարությունը որտեղից երևաց Աստծո։ Երբ որ նա կաշվի հանդերձներ հագցրեց Ադամին ու Եվային։ Ինչքան էլ բարկացած էր Ադամի Եվայի վրա, բայց մեկը իր հոգատարությունը Աստծո երևաց, ասեց այս մարդիկ, որ լինեն դուրս, մերկ են, սպասի սրանց շորեր հագցնեմ, և կաշվի հանդերձներ հագցրեց։ Այնքան էր հոգատար, որ Կայենի հետ խոսում էր Աստված ու ասում էր. մեղքը դռանդ մոտ պարկած է, հելի իշխի մեղքի վրա, եթե չիշխեցիր, մեղքն է քո վրա իշխելու ու քեզ տանելու է կործանման, ու այդպես էլ եղավ, ցավոք սրտի, Կայենը չլսեց Աստծուն։ Տարավ նրան, որ Կայենը սպանեց իր եղբորը։ Գիտեք, չի գրված Ադամն ու Եվան ապաշխարել են, թե չէ, չի գրված։ Բայց այն գործողությունները, որ անում էին հետո իրանց որդիները, հասկանում ենք մի բան, որ Ադամն ու Եվան պատմել էին Արարիչ Աստծո մասին։ Նրանք բացատրել էին իրանց որդիներին, դրա համար որդիները ընծաներ բերեցին Աստծուն։ Այստեղից մենք հասկանում ենք, որ հնարավոր է Ադամն ու Եվան հետո փոշմանել են, հետո զղջացել են, հետո ապաշխարել են։ Իրանց ցավի, իրանց քրտինքի, իրանց դառը ճակատագրի մեջ։ Նրանք նկարագրել են, որ Աստված է երկնքի եւ երկրի Տերը, եւ դուք ձեր ստացվածքից պիտի նրան ընծատ անեք։ Դուք նրան պիտի երկրպագեք ձեր ստացվածքից, ձեր ընծաներով։ Դրա համար Կայենը երկրագործ լինելով իր ընծաներից տարավ Տիրոջ առաջ, եւ Հաբելը լինելով հովիվ, իր հոտից տարավ Տիրոջ առաջ։ Որտեղից էին իրանք իմացել։ Ադամն ու Եվան էին նրանց պատմել։
Հիմա հասկանում ենք, որ Աստված է երկնքի եւ երկրի Տերը, եւ երկնքի եւ երկրի Տերը, որ մարդուց ցանկանում է տեսնի այն սերը, այն ակնկալում է տեսնի, այն օրհնությունը, որ տվել է մարդուն, որ մարդը դրանից իրան ընծաներ բեր, իր առաջ ներկայանա, իրան օրհնի, իրան շնորհակալություն հայտնի Աստծուն, իրան երկրպագի, որովհետև ասեմ սիրելիներ, այդ երկրպագությունը մարդու համար է։ Դու գիտեք, որ Աստված կարիքը չունի դրա։ Գիտեք, որ չունի։ Որտեղից գիտեմ։ Աստծո խոսքի մեջ Գործք առաքելոց 17-րդ գլխի մեջ գրված է, որ նա է ամենքին կյանք, շունչ, ամեն բան տվող Աստվածը, եւ նա կարոտ չէ, ինչ որ մեկի պաշտամունքին նա կարոտ չէ։ Որովհետև լիությունն է, կյանքն է, կյանքի աղբյուրն է ինքը։ Որ մենք հիմա երգում ենք, փառք ենք տալիս, իր փառքերի վրա փառք չի ավելանում։ Հասկանում եք, ինքը կատարյալ է փառքով Աստված։ Բայց երբ որ մենք մեծարում ենք, փառաբանում ենք իրան, այդ մեր փառաբանությունը բումերանգի նման ֆռում է ու հետ է գալիս մեզ։ Գալիս է մեր կյանքի մեջ։ Մեր կյանքի մեջ ենք մենք հասկանում, որ նրա առաջ են կանգնած եւ նրա ձեռքը, նրա հովանին մեր կյանքի մեջ է։ Այն մարդիկ, որ գնում էին թագավորի առաջ ժամանակին, թագավորների ժամանակով, ինչ էին անում, հենց առաջինը, երբ որ թագավորին տեսնում էին գայի վրա նստած, ընկնում էին ու միջև գետին խոնարհություն էին անում թագավորի առաջ։ Դա կոչվում է երկրպագել, այսինքն երկիրը համբուրել, այնքան որ արդեն շուրթերդ կպնում է գետնին։ Ու գիտեք չէ, այնքան էին մնում միջև թագավորը չասեր վեր կաց։ Եվ երբ որ նրանք վեր էին կանգնում, սկսում էր նրանց պաշտամունքը թագավորին։ Ինչ էին ասում թագավորին, ասում էին դու մեծ ես, դու փառավոր ես, եւ վերցրա իմ նվերները, որ ես բերել եմ, քո հպատակդ, քո ծառատ, քո, չգիտեմ, քո առաջ կանգնած։ Եվ երբ որ թագավորին մատուցում էր իր նվերները, իր հպատակությունը, թագավորը ասում էր. դե հիմա ասա քո անելիքը, քո ասելիքը, ինչի համար ես եկել իմ առաջ։ Եվ թագավորը հրաման էր արձակում եւ այդ հրամանը կատարվում էր։ Դրա համար էլ Սաղմոսների մեջ Սաղմոս 2-ն ասում է դու քո խոսքը ուղարկում ես եւ բժշկում ես մարդուն։ Դու հրաման կարող ես ուղարկել, խոսք կարաս ասես եւ այսօր իմ կյանքի մեջ փոփոխություն լինի, որովհետեւ դու ես Տերը երկրի եւ երկնքի։ Բայց դրանից առաջ ես պիտի իրան երկրպագեմ ու պաշտեմ։ Եթե ես ուզում եմ այդ հրճակում, այդ խոսքը գա իմ կյանքի մեջ, ես պիտի երկրպագեմ ու պաշտեմ նրան։ Աստվածաշնչում շատ Աստծուն պաշտող մարդկանց մասին է գրված։ Եվ նրանք իրենց ապրած կյանքով եւ վկայությունով, որ ստացան Աստծուց, մեզ համար օրինակ են, թե ինչպիսին պիտի լինի աստվածապաշտ մարդը։ Չգիտեմ, որ մենք կարդում ենք Աստվածաշունչ, ես օրինակ հիացել եմ շատ աստվածաշնչյան հերոսներով։ Հիացել եմ, որ իրանք կանգնել են մի ծանր իրավիճակի առաջ, բայց նրանք Աստծուն երբեք չեն թողել։ Նրանք Աստծուն երբեք չեն ուրացել։ Եվ այդ մարդկանցից են նաև, հեսա կասեմ ովքեր։ Բաբելոնի Դուրայի դաշտում Նաբուգոդոնոսոր երկրորդ թագավորը մի ոսկի արձան կանգնեցրեց եւ հրամայեց, որ բոլորը պաշտեն ու երկրպագեն այդ կուռքին։ Եվ երբ նվարագարանների ձայնը հնչեց, բոլորը ծունկի եկան այդ արձանի առջև։ Բայց նկատեց, որ 3 տղա կան, 3 երիտասարդ կան, որոնք կանգնած մնացին եւ չերկրպագեցին այդ արձանին։ Ինչ էր սպասվում այս 3 երիտասարդին։ Մահ էր սպասվում այս 3 երիտասարդին։ Որտեվ եթե թագավորի հրամանը մեկը չկատարի, անհնար է, որ նա կենթանի մնա։ Բայց այս 3 երիտասարդները չխոնարհվեցին այդ արձանին։ Չծնկեցին, չպաշտեցին, գիտեք ինչու, որտեվ նրանք պաշտում էին կենթանի Աստծուն, որտեվ նրանք պաշտում էին երկինք երկիր ստեղծող Աստծուն։ Եվ նրանց անունն էր
Սեդրակ, Միսակ եւ Աբեդնագով։ Այո, դու գիտեք։ Դանիելի 3-րդ գլուխ 16 խոսքից ուզում եմ կարդալ։ Թագավորը հարցրեց, ասեց, ինչի դուք չեք երկրպագում այդ արձանին։ Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը պատասխանեցին թագավորին. այս բանի մասին հարց չկա քեզ պատասխան տալու, ով Նաբուգոդոնոսոր։ Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից, քո ձեռքից եւս, ով թագավոր։ Նա կազատի մեզ, իսկ եթե ոչ, ապա իմացիր, ով թագավոր, որ քո աստվածներին մենք չենք պաշտելու եւ քո կանգնացրած արձանին չենք երկրպագելու։ Ինչ ուժեղ պատասխան։ Հեսա 5 րոպե հետո իրանց մահը սպասում։ 5 րոպե հետո ջահելները հələ կյանք չեն տեսել։ Ոչինչ չեն տեսել աշխարհին, բայց այս մարդիկ հասկացել են մի բան, որ նրանք պաշտում են կենթանի Աստծուն եւ պիտի ապրեն եւ թե մեռնեն այդ Աստծո համար եւ չուրանան եւ մեջքան չկանգնեն այդ Աստծուն, որտեվ նա իրենց ստեղծող Աստվածն է։ Գիտեք ինչ տեղի ունեցավ 7 անգամ բորբոքված հնոցը 7 անգամ բորբոքեց Նաբուգոդոնոսորը։ Ասեց ով եղաք դուք, որ չենթարկվեք իմ հրամանին։ Եվ ասեց գցեք այդ հնոցի մեջ։ Գիտեք, չէ գցողները վառվեցին, այրվեցին գցողները։ Եվ հանկարծ Նաբուգոդոնոսորը տեսնում է 3-ին արձակված ման են գալիս ու մեկ էլ տեսնում է 4-ին նրանց հետ կրակի մեջ։ Եվ ինքը ասում է ոնց որ Աստծո որդու նման լինի այդ 4-ը, որ նրանց հետ մանա գալիս կրակի մեջ։ Դանիել 3:26-ում շարունակվում է Նաբուգոդոնոսորը մոտեցավ կրակի հնոցի դռանը եւ ասեց ով Սեդրակ, Միսակ, Աբեդնագով, ամենաբարձրյալ Աստծո ծառաներ, դուրս եկեք։ Եվ այդ ժամանակ Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը դուրս եկան կրակի միջից եւ հավաքվեցին Կուսակալները, կառավարիչները, թագավորները, խորհրդականները, թագավորի խորհրդականները տեսան այդ մարդկանց, որոնց մարմնի վրա կրակը չէր տիրել ու նրանց գլխի մազը չէր այրվել, նրանց անդրավարտիքները չէին այրափոխվել եւ կրակի հոտ չկար նրանց վրա։ Նաբուգոդոնոսորը ասաց. Օրհնյալ է Սեդրակի, Միսակի, Աբեդնագովի Աստվածը, որ ուղարկեց իր հրեշտակին եւ ազատեց իր ծառաներին, որոնք նրան ապավինելով թագավորի խոսքն անարգեցին, իրենց մարմինները տվեցին, որպիսի չպաշտեն ու չկրպագեն ոչ մի Աստծո, բացի իրենց Աստծուց, արդ հրամայում եմ, որ ամեն ժողովուրդ ազգ եւ լեզու, որ սխալ բան կասի Սեդրակի, Միսակի եւ Աբեդնագովի Աստծո դեմ, նրա մարմնի անդամները պիտի հոշոտվեն եւ նրա տունը աղբակույտ պիտի դառնա, որտեվ չկա մի ուրիշ Աստված, որ կկարողանար այսպես ազատել։ Ինչ զորավոր վկայություն ա մեր բոլորի համար սերներ։ Դուք հավատում եք, հա? Հավատում եք, որ sense բան կարար տեղի ունեցած լիներ։ Չենք տեսել մենք, բայց մենք հավատում ենք, որովհետև դա գրված է մեր Աստծո խոսքի մեջ, որովհետև Աստվածաշունչ Մատյանի մեջ է գրված սա, եւ Նաբուգոդոնոսոր թագավորը այս հրամանը արձակելով ուզում էր ասել, որ այս երիտասարդների պաշտած Աստվածն է կենթանի Աստվածը եւ ոչ թե կուրքերը։ Աստծուն պաշտող մարդը փողզիջման չի գնա, անգամ եթե արժենա կյանք։ Մի վկայություն եմ ուզում պատմել տղայիս կյանքից, Սերգեյի կյանքից, 7 տարեկան էր, առաջի դասարանն էր, ու երբ որ գալիս է այդ տառերի, այդ բաների այդ ժամանակը, չէ, մեզ սրոպ մաշտոցին գովերքում են, որ տառերն է հորինել, ստացել, մի խոսքով, ու տենց ուսուցչուհին մի երգ է բանանում, պատրաստում, որ պիտի բոլորով երգեն, ու այդ երգի բառերը այսպիսին է. մենք պաշտում ենք քեզ մեզ սրոպ մաշտոց։ Մեկ էլ տենում է, այս տղես չի երգում։ Ասում է Սերգեյ, ինչի չես երգում։ Մեկ է Սերգեյն ասում է, որովհետև մենք մենակ Աստծուն ենք պաշտում։ Դրա համար էլ որտեղից գիտես։ Պապան մաման են ասել, ես գնում եմ եկեղեցի
ու այնտեղ լսել եմ մանկականում, որ միայն Աստծուն է պետք պաշտել, մարդուն պետք չի պաշտել։ Այս ուսուցչուհին փոխում է բառերը, ասում է, եկեք երգենք, մենք սիրում ենք քեզ Մեսրոպ Մաշտոց։ Էսի առաջի սերիան էր։ Երկրորդ սերիան դասարանով գնում են Օշական, Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին։ Գնում են, ուսուցչուհին ասում է, մենք պետքա խոնարհվենք, բանի առաջ, իր այդ գերեզմանում երկրպագենք մի խոսքով։ Եկեք դենումա Սերգեն չի երկրպագում, ծաղիկները ձեռը կանգնած է։ Ասում է, Սերգե, բա դու քիչ ես գալիս, որտեվ ասում է, քո Տեր Աստծուն միայն պիտի երկրպագես։ Ուրիշ ոչ մի մարդ արժանի չի երկրպագության։ Այո, պատվի արժանի է, խոնարհման արժանի, բայց երկրպագության չէ։ Բերում է ծաղիկները դնում է ինքը եւ այդ որ պատմա ուսուցչուհին է պատմում։ Ու ես այնքան եմ ուրախանում։ Այնքան եմ պարծենում, ինչի, որովհետև այո, եթե փոքր երեխաները արդեն հասկանում են, որ միայն Աստված արժանի երկրպագության ու պաշտամունքի, ուրիշ ոչ մի մարդ արժանի չի, ապա մեր երկրին հույս կա, մեր երկիր ապագա ունի։ Սա այո մի լավ օրինակ է նաև մեզ բոլորիս համար, որ մենք միայն Աստծուն երկրպագենք ու միայն նրան պաշտենք։ Սերունդներ, Հիսուսը մեզ ազատեց խավարի թագավորությունից, որ Աստծուն պաշտենք, իրական Աստծուն, Աստվածաշնչի Աստծուն, տեսեք ես շեշտում եմ, Աստվածաշնչի Աստծուն, որտեղ մարդ կարող է իր հորինած Աստվածը ունենա ու իր հորինված Աստծուն պաշտի։ Մարդ կարող է իր տատերի պատմած Աստծուն պաշտի, որը Աստվածաշնչյան Աստվածը չլինի։ Դրա համար մենք այսօր մեր Աստծուն պաշտում ենք այն Աստծուն, որը Աստվածաշնչի մեջ է իրեն ցույց տվել, իրեն ճանաչացրել մեզ։ Որտեղից իմանաս, եթե չես կարդում։ Որտեղից ճանաչես դու, եթե չգիտես իր մասին։ Դրա համար սա մարտարավեր է մեզ բոլորիս, եթե մենք ուզում ենք իրական Աստծուն պաշտենք, մենք պիտի կարդանք իր տված հայտնությունը իր մասին։ Ինքը հայտնել է իր մասին իր։ Ինքը ցույց է տվել ով է ինքը։ Ինքը իր խոսքի մեջ ասում է ես եմ այս աշխարհի Տերը։ Գիտեք չէ, հեթանոսները, որ տանում էին կենդանիներին, զոհում էին իրենց աստվածներին։ Իրանց մտադրությունը գիտեք ինչ էր, մենք տանում ենք, որ սոված չմնան մեր աստվածները։ Տանում ենք այդ կենդանիներին տալիս ենք, որ իրանք ուտեն։ Ու հրյաներն էլ, այս հեթանոսների ասածները մտել էր սրանց ուղեղը։ Սրանք էլ մտածում էին, որ հա էլի այդ կենդանիները պետք է տանենք, որ Աստված սոված չմնա։ Ու մեկ էլ 50 Սաղմոսի մեջ ասում է լսեք։ Ես գառների, այդ նոխազների, այդ կենդանիների ոչ միս եմ ուտում, ոչ էլ արուն եմ խմում։ Իսկ եթե սովածանամ էլ քեզ չեմ հարցնի։ Աշխարհը իր լիությունը իմս է։ Քեզ չեմ ասի սոված եմ մի հատ բան բեր ես ուտեմ։ Պետք եղավ ես եմ Տերը, պետք եղավ ես կվերցնեմ ու քեզ չեմ հարցնի։ Ինչքան լավն է Աստծո խոսքը, ինչքան ճիշտ նկարագիր է տալիս մեր Աստծո մասին։ Եվ հասկանում ենք այստեղից, որ իրականում սերներ, մեր Աստվածային Աստվածն է, որտեղ չցանածը հնձում է, չդրած տեղից վերցնում է, որ խոսքով մի բան է ասում ու արարվում է, որ կարող է թքի ցեխի մեջ ու աշկ ստեղծի ու դնի կույրի խորոճում, աշկախորոճում ու ասի գնա լվացվի։ Մեր Աստվածը այդ Աստվածն է։ Շատ մեզանից առաջ սուրբեր իրանց կյանքն են տվել։ Տեսեք, մենք տեսանք, որ այստեղ Սեդրակին, Միսակին, Աբեդնակովին Տերը ազատեց կրակից։ Բայց եղել են, որ Տերը չի ազատե։ Եվ այդ մարդիկ միջև վերջ հավատարիմ են մնացել Աստծուն։ Գիտեք ինչա գրված է, որ պատվական է Տիրոջ առաջ իր սուրբերի մահը։ Եվ Տերը այդ սուրբերին իր թագավորության մեջ տանելով մեծ պատվի է արժանացրել այն մարդկանց, ովքեր չեն ենթարկվել, չեն ուրացել, չեն կուրքին երկրպագել կամ էլ մարդահաճոյություն չեն արել, այլ Աստծուն են հաճեցրել։
Մի դրվագ եմ ուզում, որպեսզի մենք իրար հետ միասին նայենք, չգիտեմ ովքեր են կարդացել Յոյերթասը Սենկևիչի կարդացել եք, Յոյերթասի մեջ նկարագրում է Ներոնի կայսրությունը, ռոմեական կայսր Ներոնի, որը մի շեզոֆրենիկի մեկն էր, այդ կայսրությունն է նկարագրում ու ոնց Ներոնը քաղաքը վառեց, Ռոմ քաղաքը վառեց, որպեսզի պոեմ գրի։ Եվ այդ պոեմից հետո պոեմը ներշնչվող, ինքը այդ կրակներից ներշնչվեր ու այդ պոեմը գրեր, բայց այս անխելքը չհասկացավ, որ այդ կրակով վառելով Ռոմ քաղաքը մարդիկ մնալու են անտուն, անօթևան ու այդ ապստամբությունը ստեղծելու ու այդ փոթորիկը ստեղծելու իր ժողովրդի մեջ։ Եվ երբ որ հասկացավ արդեն ուշ էր, արդեն ժողովուրդը ապստամբություն էր կազմակերպել, որ պիտի Ներոնին սպանեին, բայց գիտեք ինչ, քավության նոխազ գտավ, եւ այդ քավության նոխազը քրիստոնյաներն էին, եւ հազարավորների նահատակեց Ներոնը քրիստոնյաների։ Եկեք իրար հետ մի 4-5 րոպե նայենք իրար հետ այս հատվածը, հետո կզրուցենք այս ուղղությամբ։ Հիսուսն ասում էր Երանին նրանց, որ հալածված են արդարության համար, որտև նրանցն է երկնքի թագավորությունը։ Որպեսզի ժողովրդի այդ բարկությունը հանգստացներ Ներոնը, կազմակերպեց այսպիսի մի խոսքով դաժան մահապատժի միջոցներ մտածեց, շատերին վառեց, շատերին խաչեց, շատերին գցեց գազանների դեմը, որպեսզի ժողովրդի այդ բարկությունը մարի եւ դրանք եղան քրիստոնյաները։ Ասեմ ձեզ, որ Ներոնը նաև Պողոս առաքյալի նահատակության մեջ է իր գործը ունեցել Պողոսի գլուխը կտրելով։ Ինչ դաժան ճանապարհներով են անցել մեր եղբայրները, մեր քույրերը, եւ հիմա առաջի խումբն են բերում, որպեսզի իրանց այդ վատ գործը, չար գործը իրանք անեն։ Ու այդ ժամանակ Պետրոսը գնում էր Հռոմից հեռու եւ տեսնում է ճանապարհին Հիսուսին գնալուց Հռոմ ու հարց է տալիս. «Յոյերթաս Հիսուս, ուր ես գնում Հիսուս»։ Հիսուսն ասում է. «Գնում եմ քո տեղը նորից մահանամ Հռոմում»։ Եվ Պետրոսը հասկանում է, որ ինքը պետք է հետ վերադառնա, որովհետև հավատացյալ ժողովուրդը նեղության ու հալածանքի մեջ է, եւ Պետրոսի այնտեղ հայտնվելը շատ կարեւոր էր այդ ժողովրդի համար, որովհետև նրանք ուզում էին տեսնել իրենց հովվին, իրանց կողքին, իրանց նեղության մեջ։ Առաջի խումբը գնաց, այս մարդուն առաջի խմբի մեջ էր, ինքն էլ երկրորդ խմբի մեջ է, եւ ինչքան դժվար է այս մարդուն տեսնելու, թե ինչպես է իր կինը այնտեղ նահատակվելու։ Ասում է Տեր, օգնի մեզ։ Այդ կնոջ ամուսինն է։ Не мучай себя. Я должен быть рядом с ней. Եվ սիրելիներ, այս պահին, որ նրանք այսենց ծանր այս իրավիճակի մեջ են, Պետրոսը մտնում է ամֆիթատրոն։ Подай знак императора. Мир мученикам! Петр, Мир вам! Ասում է խաղաղություն լինի ձեզ։ Господи, исцели раны, умерь боль. Дай им силы спасить. Աղոթում է, ասում է Տեր, նրանց ուժ տուր։ Благословенны дети мои, кто Ասում է օրհնված են նրանք, ովքեր Հիսուսի անվան համար են հալածվում։ сегодня же вы будете Այսօր դուք լինելու եք Տիրոջ մոտ դրախտում։ там, где сегодня правит Нерон, Христос будет править вечно. Ասում է, որ Ներոնն է, ասում է թագավորում, գալու է ժամանակ, որ Հիսուսն է թագավորելու։ Имени Петр. Он от нас спрятал. Ասում է, դա Պետրոսն է, իրանց առաջնորդն է։ Что меня? Что за...
Եվ ինչն է հետաքրքիր, որ այդ ժամանակ, երբ որ տեսնում են Պետրոսի այդ խոսքերը լսում են, ժողովուրդը սկսում են Աստծուն երկրպագել, սկսում են Աստծուն պաշտել։ Եվ այս երկրպագությունը, այս պաշտամունքը իրականում մեծ ազդեցություն է թողում, եւ ճիշտ է այստեղ չի նկարագրված, բայց ասեմ ձեզ, շատերը ապաշխարում են ամֆիթատրոնում։ Իրանց այս պահվածքից, իրանց այս քաջությունից, իրանց այս երկրպագությունից շատերը ապաշխարում են։ Եվ Նեռոնն էլ է զարմանում, ոնց են այս մարդիկ կարողանում մահը այսպես ուրախությամբ ընդունեն։ Որովհետև հավատացյալները գիտեն, որ այս կյանքը այսրանով չի սահմանափակվում, այս մարմնով, այս 70 տարիով, սիրելիներ։ Այն կյանքը, որ մեզ Աստված տվել է, վեր է այս 70 տարուց, նա հավիտենական կյանքն է։ Հարկ ասու այս մարդկանց համար սերներ, որտեվ նրանք հավատքը պահեցին, նրանք չուրացան Հիսուսին, նրանք պաշտեցին Աստծուն եւ այդ հավատքը փոխանցեցին միջև մեր օրերը, որպեսզի մենք էլ իմանանք այդ ճշմարտությունը եւ ամուր լինենք մեր պաշտամունքի մեջ եւ չթողենք։ Գիտես, ինչ էի մտածում։ Ասում, եթե այսօր լիներ մեր օրերում սա, երևի լինեին մարդիկ, որ ասեին, հատը ես մեկա մարմնով ստից ծունկերս կծռեմ այդ արձանի առաջ կամ իրանց առաջ, բայց հոգով ու Աստծուն սիրում ու պաշտում եմ։ Դե ես հոգով ձեր հետ եմ, մարմնով ոչինչ, որ ձեր հետ չլինեմ, մարմնով չեմ կարում ձեր հետ լինեմ։ Սերներ, չխաբենք մեզ։ Այդ հոգին ու մարմինը իրար հետ միասնական մարդ են դարձնում մարդուն։ Այն, որ հոգիդ ցավում է, մարմինը չի կարա ուրախանա։ Այն, որ դու ցնծում ես մարմնով, հոգուդ ներսի ուրախությունից է գալիս դա։ Եվ երբեք եկեք չառանձնացնենք դա իրարից։ Եթե դու ծունկի ես գալիս, ուրեմն նշանակում է դու ներսևանց վախեցար։ Դու ներսևանց ուրացար իրան։ Երբեք քեզ չխաբես, որ ես մարմնով կարամ այսպես վարվեմ, հոգով ուրիշ կերպ, չէ։ Եթե դու հոգով Աստծուն պաշտող մարդ ես, քո մարմնի դիրքն էլ ցույց կտա։ Քո կանգնած, քո բերանի խոսքերն էլ ցույց կտան, ով է քո պաշտած Աստված եւ երբեք դու չես ուրանա։ Դրա համար Հիսուսն ասում էր, եթե դուք մարդկանց առաջ ինձ դավանեք, ես էլ կդավանեմ իմ հոր ու հրեշտակների առաջ, այո, այս մարդը հավատացյալ է, բայց եթե դուք ուրանաք, իմացեք, ես կասեմ այնտեղ, ես չեմ ճանաչում ես մարդուն, ինչ պատճառ ուզում ես բռնի, քանի անգամ ես եկել Աստծո տուն, էդի կապ չունի, այդ մի անգամը կարա լինի ճակատագրական քո համար, Էսի մի անգամ էր, և նրանք ովքեր այս մի անգամը մերժեցին Նեռոնի երկրպագությանը, Նեռոնի նահատակվեցին այդ կուռքերին չենթարկվելով, Քրիստոսի անունը բարձր պահելով ու պատվելով, Տերն նրանց է պատվելու, ես հավատում եմ սերներ։ Եկեք նորից անդրադառնանք Հիսուսի փորձությանը։ Որտև այս փորձությունները մեզ համար օրինակ են եւ ուղերձ, որ մենք տեսնելով մեր Տիրոջ պահվածքը, պաշտամունքը առ Աստված, մենք էլ նույն մտքով զինվենք։ Առաջին երկու փորձությունների ժամանակ Հիսուսը չասաց սատանային հետինս գնա։ Ինչու՞։ Ինչու այն երկու սկզբի փորձությունների ժամանակ Հիսուսը չասեց հետինս գնա։ Հենց կարար մի անգամից ի սկզբանե առաջի փորձությանն ասեր հետինս գնա ու էլ սատանան չէր փորձելու իրան։ Ներսը շնորհալին գեղեցիկ մի մեկնություն ունի այս ուղղությամբ, ուզում եմ ներկայացնել։ Նա ասում էր, որ այն երկու փորձությունները վերաբերվում էին Հիսուսի անձին։ Իսկ այս վերջինը հոր հանդեպ էր մեղքը։
Պաշտամունքի հարց կար։ Սատանան իրեն Աստծո տեղ էր դրել եւ բաներ էր ասում, որ իրեն չի վերապահված, նա ստում էր։ Ում ուզեմ կտամ։ Դու այդքան չկաս, ում ուզես տաս։ Իմացեք, չկա այդքան սատանան, որ ինքը ում ուզենա ինչ որ բան տա կամ անի։ Անկամ ես սուրբ գրքից եմ ասում, անգամ բանի հոբին մոտենալուց եկավ թույլատվություն հարցրեց Աստծուց։ Անգամ հոբի կյանքի մեջ մի բան անելուց մի հատ լավ խոստովանեց իր թույլությունը Աստծուն։ Ինչ ասեց։ Ասեց այնպես է շրջապատե հոբին, որ ես չեմ կարող մոտենալ։ Ես սիրում եմ այս հատվածը։ Ես սիրում եմ իր խոստովանությունը, որ Աստծո պահպանածներին, Աստծո ծառաներին, առանց Աստծո թույլատվության սատանան չի կարող մոտենալ, իմացեք։ Երբեք չվախենաք։ Երբեք չկոտրվեք, երբեք հույսները չգցրեք, որովհետև ձեր պաշտած Աստծուց թույլատվությունը հարցնում սատանան։ Հələ ուրիշ մի բան էլ ձեզ հիշացնեմ։ Հիշում եք, որ Հիսուսը, երբ որ նավից իջավ Գերգեսիա, երբ որ այն դևերը դիվարի միջոցով եկան ընկան, Հիսուսի ոտերը ինչ էին ասում դևերը։ Ասում էին Աստծո որդի, ժամանակից շուտ ես եկե մեզ տանջես։ Գիտեք ինչ էին խոստովանում։ Իրանք ասում էին Հիսուս, դու մեր տանջողն ես։ Այդ Հիսուսը, որ իրանք ասում էին, դու մեր տանջողն ես, մեր Տերն ու Փրկիչն է, սերիներ։ Այսօր մենք հավատացել ենք, որ նա մեր Տերն ու Փրկիչն է։ Եթե մեր Տերն ու Փրկիչն է, ուրեմն ինքը դևերին, խավարին, հալածողն է, չարչարողն է, որտեղ ինքն է աշխարհի լույսը։ Ով հետևում է Հիսուսին, նա խավարի մեջ չի մնա, այլ կյանքի լույսը կունենա։ Հետինս գնա ասելը հրամայական է, հրաման էր տալիս չարին իրենից հեռանալու։ Այս աստը նաև այն է ցույց տալիս, որ նա ով երկրպագություն էր պահանջում, մի հրամանից հեռացավ։ Եթե Աստված լիներ, չէր հեռանա։ Հասկանում եք։ Այսինքն սատանան իրան դրել էր Աստծո տեղ ու ասում էր Հիսուսին, ինձ երկրպագի, այս ամեն ինչը կտամ քեզ։ Ու Հիսուսը մեզ այսօր ուղերձ է ուղարկում։ Քո Տեր Աստծուն միայն երկրպագես ու պաշտես։ Որովհետև նա է միայն արժանի, ոչ ծնողները, ոչ երեխաները, ոչ մի մարդ այս աշխարհում արժանի չի պաշտամունքի, արժանի չի պաշտվելու, արժանի չի ծայրահեղ սիրու, արժանի չի։ Այո, արժանի է պատվի, արժանի է հարգանքի, արժանի է սիրո, բայց ոչ պաշտամունքի։ Աստված միայն այդ տեղը վերաբերվում է մեր Աստծուն։ Լավ, որտեղից կարող եմ իմանալ, որ ես աստվածապաշտ եմ։ Հետաքրքիր է մեզ իմանանք, մենք աստվածապաշտ ենք, թե չէ։ Նա, ով աստվածապաշտ է համարում իրեն, պիտի ամեն օր կարդա իր պաշտած Աստծո խոսքը։ Կարող եք վերջում գալ քարկոծել ինձ, բայց ասելու եմ։ Հավես չունես, ժամանակ չունես, չգիտեմ ինչ չունես, էդ չի հետաքրքրում երկնքի երկրի տիրոջը։ Երկնքի երկրի Տերը, դու գիտեք այս գիրքը, որ մեզ հասել է, այս գիրքը, գիտեք ինչքան արյունների, նահատակությունների, ինչքան մարդկանց կյանքի, ինչքան մարդկանց ամբողջ կյանքի արժեքն է եղել այս գիրքը, որ մեզ եկե հասել է։ 16-րդ դարում Աստվածաշունչը արժեցել է մի հատ դղյակ։ Դուք պատկերացնում եք, մի հատ դղյակ արժեցել Աստվածաշունչը։ Ամեն մեկը չի կարողացել ունենալ այս գիրքը։ Այն կանդակա թագու ներքինին հատուկ իր համար մեծ փող էր ծախսել, որ ունենար Եսայի մարգարեի մագաղաթը։
Ընել կարդում էր, բան չէր հասկանում։ Փառք Աստծո, որ Փիլիպոսին Տերը հափշտակեց ու Փիլիպոսը բացատրեց իրան, որ ինչի մասին, որ դու հիմա կարդում ես, դա Եսայան մարգարեացել է Հիսուսի մասին, որ Հիսուսը պիտի գա ու քո մեղքերը վերցնի։ Ու երբ որ իմացավ այդ ներքինին, ապաշխարեց եւ ասեց ուզում եմ ջրով մկրտվեմ։ Ու Փիլիպոսը նրան ջրով մկրտեց ներքինին եւ նա ուրախ փրկված վերադարձավ իր տուն։ Մարդիկա մեծ գումար են ծախսել, բայց այսօր այնքան շատ է, այնքան մեծ հնարավորություն մենք ունենք։ Մենք մեծ գումարներ կարող ենք ծախսել շատ բաներ գնելու համար, բայց մեծ գումար չենք ծախսում Աստվածաշունչ ունենալու, կարդալու, որը ներկայացնում է մեր հավիտենական կյանքը, ցույց է տալիս մեզ, ինչ մենք պիտի անենք, ով է մեր պաշտած Աստվածը եւ ինչեր է մեզ սպասվում։ Մեզ սովորացնում է Աստվածաշունչը, ինչպես մենք ապրենք։ Մեզ սովորեցնում է Աստվածաշունչը, ոնց անենք, որ սատանայի մոլորությունների մեջ կարողանանք հաղթել։ Հիսուսը, որ ասում էր գրված է, ինչեր ասում գրված է, ինքը վերցնում էր Սուրբ գրքից, 5 տակարանից եւ սատանային ասում էր գրված է, ես հավատում եմ գրվածքին։ Ոչ թե Գյուլնաստատի հեքիաթներին, այլ գրվածքին, որտեւ եթե իմ Տերը այսպես ասե, աշխարհս էլ կանցնի, իրա ցանկությունն էլ, իրա բարիքներն էլ, բայց Աստծո խոսքերը հավիտյանս հավիտենից են։ Ուրեմն Աստվածապաշտ մարդը ամեն օր պիտի կարդա իր պաշտած Աստծո խոսքը։ Աստվածապաշտ մարդը ամեն օր պիտի աղոթ քանի, նրանից գոհանա, ինչ վիճակով էլ որ մարդը անցնում է։ Ինչ ծանր վիճակով էլ անցնես, գոհացի Աստծուց։ Շնորհակալություն հայտնի Աստծուն, փառաբանի Աստծուն։ Եթե մտածում ես այդտեղ գոհանալու ոչինչ չկա, գոհացի նրա համար ինչ ունեցել ես դու, ինչ ունես դու։ Հնարավոր է դա չունես հիմա դու, բայց ինչ ունես դրա համար կարաս գոհանաս Տիրոջից։ Ժողովուրդ, անկեղծ եթե նայենք, այսօր մենք ավելի լավ ենք ապրում, քան թե մեր պապերը։ Այսօր մենք ավելի քաղաքակիրթ ենք ապրում, քան թե մեր պապերի պապերը։ Մենք այսօր ավելի գրագետ ենք, քան թե մեր պապերը։ Այսօր մեզ ավելի մեծ հնարավորություններ է տրված, քան թե իրանց։ Բայց դրա համար շնորհակալություն չհայտնենք, չգոհանանք Տիրոջից։ Այո, մենակ կույրը կարող է չտեսնել դա։ Եթե ես Աստվածապաշտ եմ, ես չեմ կարող անտարբեր անցնել նրանց կողքով, ովքեր կարիքի մեջ են։ Եթե ես Աստվածապաշտ եմ, ես պիտի հանձնեմ իմ կյանքը նրան ու նրա կամքը ցանկանամ կատարել, Աստծո կամքը։ Ու դու գիտեք, որ մեր Աստծո կամքը բարի է։ Գիտեք, որ երբեք Աստված մեզանից մի բան չի պահանջի, եթե ինքը տված չլինի։ Եթե Աստված մեզանից մի բան է ուզում, ուրեմն նշանակում է ինքը տվել է դա, դրա համար է ուզում։ Սա մենք պետք է հասկանանք ու նրա կամքով ապրենք այս երկրի վրա, սերներ։ Եթե մեկը իրեն չի համարում Աստվածապաշտ, ապա այսօր այդ օրն է, որ դու կարողանաս որոշում կայացնես քո կյանքի մեջ, Տեր, ես ուզում եմ լինեմ Աստվածապաշտ։ Մարդիկ ինչ կասեն, ինձ չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է, թե դու ինչ կասես, Աստված։ Որովհետև դու ես փրկիչը, որովհետև դու ես երկնքի եւ երկրի Տերը, եւ շատ կարեւոր է քո ասածը, թե դու ինչ կասես։ Սա է բերում նրան, որ ես նրան երկրպագեմ ու պաշտեմ, որովհետև, գիտեք, չէ, միշտ գտնում են մեկին, որ ամենաուժեղն է, որ իր խոսքը ազդեցիկ է, որ իր իշխանությունը ամենաբարձրն է, եւ երբ որ մտնում են նրա հովանու տակ, իրանք զգում են իրանց ապահով։ Այսօր աշխարհը տենց է։ Գտնում են ամենաուժեղին, այսօր գտել են Ամերիկան ամենաուժեղը, ուրեմն իր հովանու տակ է պետք լինել։ Լսեք, ասեմ ձեզ, ամենաուժեղը, որ կա, մեր Աստվածն է, որը երկինքն ու երկիրը ստեղծել է։
Աստծո խոսքի մեջ գրած է. մարդուն մի ապավինի եւ մարդուն քեզի ուժ բազուկ մի դարձրու։ Աստծուն ապավինի եւ Աստված դռներ կբացի քո համար։ Այո, հնարավոր է դու այսօր աներանելի վիճակի մեջ ես, չգիտես ոնց վարվես։ Եվ Տերն ասում է. ինձ դիմի, ինձ կանչի։ Ես դրա մասին պատմել եմ ձեզ, առաջի անգամ գնացել եմ պաշտամունքի ու մեկ էլ քարոզիչն ասեց. դուք կարող եք զանգել Աստծուն ու խոսալ իր հետ։ Ասի ոնց է։ Ասեց գրեք հեռախոսի համարը։ 50 14 15։ Ես էլ ինքն միամիտ ընդունեցի այդ բանը, ասեց ես եք այդամ տուն զանգեմ տենամ Աստված ինչ է ասում։ Հետո հասկացա, որ հեռախոսի համար չէր դա, այլ Սաղմոս 50-ի 14-15 խոսքն էր։ Բայց այնտեղ գիտեք ինչ ա գրած է. կանչի ինձ քո նեղորը եւ ես կազատեմ քեզ ու դու ինձ կփառավորես ու դու ինձ կպաշտես։ Բայց միջև այդ 14 խոսքն ասում է. ինչ որ խոստացել ես Աստծուն, արա։ Քո ուխտերը կատարի Աստծուն, նոր կանչի ինձ։ Մենք բաներ կա, որ խոստացել ենք Աստծուն։ Մենք ջրի մկրտությունով խոստացել ենք Աստծուն։ Մենք խոստացել ենք ծառայենք իրան։ Ովքեր են մոռացել, ես հիշացնում եմ։ Ես վկա եմ եղել շատերիդ այոյին, որ դուք խոստացել եք։ Ու հետո հանկարծ չասեք, ես այդպես բան չեմ արել։ Դու խոստացել ես։ Եթե խոստացել ես, ուրեմն կատարի քո խոստումը։ Ժողովուրդ, մենք այսօր խոսքը այնքան արժեքազրկվել է, որ մենք անգամ մեր խոսքին շատ անգամ արժեք չենք տալիս։ Եթե դու քո խոսքին արժեք չես տալիս, քո խոսքը ազդեցություն չի ունենա խավարի վրա։ Դու քո խոսքին արժեք տուր, դու գնահատիր քո խոսքը։ Եթե մեկին խոսք ես տալիս, կատարի այդ խոսքը։ Եթե մեկի հետ պայմանավորվում ես, ճիշտ ժամանակին գնա։ Եթե Աստծուն մի բան ես ասել, կատարի այդ խոսքը, այդ ուխտերը Տիրոջը կատարի, որտեվ երկնքում լուրջ են վերաբերվում խոսքին։ Ու երբեք երթում մի մցրա խոսքիդ մեջ, որ քաշ տաս քո խոսքին։ Որովհետև Հիսուսն ասեց՝ մի երթվացեք։ Ձեր այոն այո լինի եւ ոչը ոչ։ Երբեք երթումով քաշ չտակ ձեր խոսքին։ Ձեր խոսքը այնքան արժեք պետք է ունենա, այնքան քաշ պետք է ունենա ձեր խոսքը, որ ով որ մի բան ասի, ասես չես հավատում, քո գործն է։ Ես հարգում եմ իմ խոսքը։ Աստված իր անունից բարձր է դրել իր խոսքը։ Ինքը հարգում է իր խոսքը։ Ես էլ պիտի հարգեմ իմ խոսքը։ Եթե ես ասել եմ Տեր, ծառայելու եմ քեզ, ես գտնեմ միջոցներ, ձևեր, մարդկանց ծառայելու, մարդկանց ծառայելով, Աստծուն ծառայելու։ Ասելու Տեր, քո անունով եմ ես մարդուն ծառայում։ Քո փառքի համար եմ ես մարդուն ծառայում։ Այս մեկին, որ օգնում եմ, քո անունով եմ օգնում, Տեր։ Դու ուրախացի, դու փառավորվի։ Ուզում եմ ավարտին մոտենամ, սիրելիներ, Առաջի Տիմոթեոս 3:7-ում գրված է. պիղծ ու ծեր կանանց հորինած առասպելներից հեռու մնացեք։ Էսի Գյուլնաս տատու մասին է։ Եվ ինքդ քեզ աստվածապաշտության մեջ կրթիր, որովհետև մարմնամարզությունը քիչ բանի օգտակար է, իսկ աստվածապաշտությունը ամեն ինչի համար օգտակար է։ Այն ունի այժմյան ու գալիք կյանքի ավետիսը։ Այս խոսքը վստահելի է ու լիակատար ընդունելության արժանի։ Ուրեմն աստվածապաշտությունը մենք պիտի վարժեցնենք մեզ աստվածապաշտության մեջ։ Վարժեցնելու համար դու պետք է ժամանակ հատկացնես օրվա մեջ սովորելու Հիսուսից խոնարհություն, հեզություն, սովորելու Աստծո խոսքից ինչպես քեզ պահես քո շրջապատի մեջ։ Սովորես որտեղ լռես եւ որտեղ խոսաս։ Սովորես ինչպես մարդկանց բարի լուրն ու ավետարանը ասես։ Մենք մեզ պիտի վարժեցնենք աստվածապաշտության մեջ ծերներ։ Եթե ուզում ենք, որպեսզի մեր կյանքի մեջ նրա ողորմությունը, նրա օրհնությունը, նրա պահպանությունը, նրա ձեռքը, նրա ծածկոցը լինի։ Այո, այսօր թշնամի սատանան ամեն ինչ անում է, որ մեզ հեռացնի Աստծուց,
Ամեն բան անում է, որպեսզի մեզ իր ներկայությունից հեռացնի։ Տարբեր գայթակղություններով, մոլորություններով, ցանկություններով, չգիտեմ ինչերով, պատճառաբանություններով մեզ հանում է, հեռացնում է Աստծուց։ Ու երբ որ մարդը սկսում է լույսից հեռանալ, դուք կարող եք ասել ինչ պիտի տեղի ունենա այդ մարդու կյանքի մեջ։ Եթե մեկը լույսից հեռացավ, ինքը սկսում է խավարել։ Մի վախենալու բան կա, սիրելիներ, եթե մեր աչքերը երկար խավարի մեջ մնան, մենք սկսենք կուրանալ։ Փառք Աստծո, որ Տերը մեզ խավարից ազատել է ու լույս է տվել մեր աչքերին, այսօր մենք ճշմարտությունը ճանաչում ենք։ Թույլ չտանք, որպեսզի խավարի իշխանը թշնամին մեզ հեռացնի լույսից։ Լավ ընկել ես, նորից վերադարձի դեպի լույսին։ Լավ մեղանչել ես, նորից արինկիր առաջ ու ասա Տեր, մեղանչեցի, օգնի ինձ։ Ես չեմ ուզում խավարեմ։ Ես չեմ ուզում Տեր, քեզանից հեռու մնամ, որտեվ կյանքից հեռուն մահն է։ Երջանկությունից հեռուն դժբախտությունն է։ Լույսից հեռուն խավարն է։ Ես ուզում եմ միշտ մնալ քո լույսի մեջ, Տեր։ Քարոզել եմ սրա մասին, հիշատակել եմ նրանք, ովքեր հայոց պատմությունը կարդացել են, կհիշեն, երբ որ Հոսիկը կանգնած էր տաճարի մոտ եւ Տիրան թագավորը բերում է Հյուլիանոս ուրացողի պատկերը եւ ասում է դիր տաճարի մեջ, որպիսի Հիսուսի հետ միասին պաշտվի նաեւ Հյուլիանոս ուրացողը, կայսրը Հռոմի։ Եվ գիտեք ինչ է անում Հոսիկը։ Հոսիկն ասում է ոչ մեկի պատկերը արժան չի, որ մտնի Աստծո տաճարի մեջ ու Քրիստոսի տաճարի մեջ լինի։ Քրիստոսի տաճարի մեջ Քրիստոսը մենակ պիտի պաշտվի։ Ու գիտեք ինչ են անում այդ մարդուն։ Տիրանը հրաման է տալիս իր ծառաներին, ծեծելով սպանում են այդ մարդուն։ Որտև այդ մարդը ճշմարտությունն էր խոսում ու ասում, բացի Աստծուց ոչ ոք իրավունք չունի պաշտվելու։ Սա մեր հայ ազգի պատմությունն է, սա նկարագիրն է, այն ինչ որ տեղի է ունեցել։ Մենք այսօր սիրելի հավատացյալներ, պիտի հասկանանք, որ մեր կյանքի մեջ միակ պաշտամունքի տեղը պատկանում է Աստծուն, ուրիշ ոչ մեկին։ Եվ այդ պաշտամունքը ուղղակի այն չի, որ բաժակաճառերի ժամանակ Աստծո անունը տանք, կամ էլ ասենք մեռնենք իրան, էդի չի։ Աստված ուզում է, որ դու ոչ թե մեռնես իր համար, այլ ապրես իր համար, այլ իր անունը տարածես, այլ իր զորությունով ապրելով մարդկանց խոսաս իր փրկության լուրի մասին, որտեղ ինքը գին է վճարե, որ ամեն հավատացողը չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ուրեմն, սիրելի Աստվածապաշտ ժողովուրդ, եկեք մեր երեխային չպաշտենք, մեզանից բարձր չդնենք մեր ծնողներին, մեր, չգիտեմ, ղեկավարներին քցնելով կամ եսիմ ինչ, չէ։ Այո, ում որ պատիվ, պատիվն է Աստծո խոսքն ասում, ում որ վախ, վախը, ում որ մաքս, մաքսը, ում որ պաշտամունք, պաշտամունքը։ Այն ինչ որ կայսրինն ասես, տվեք կայսրին, այն ինչ որ Աստծունն է, տվեք Աստծուն, որովհետև եթե մետաղադրամի վրա կայսրի պատկերն էր, ապա մեր վրա էլ Աստծո պատկերն է։ Մենք Աստծո պատկերով ենք ստեղծված։ Ուրեմն այդ մետաղադրամը տվեք կայսրին, դուք էլ ձեզ տվեք Աստծուն, որովհետև Աստծո պատկերն է ձեր վրա։